Բարև ձեզ, հարգելի ընկերներ, բարև երկիր, բարև ժողովուրդ, բարև ազգ։ Քիչ առաջ ավարտեցի Սերժ Սարգսյանի 6 ժամանոց թե ավել 7 ժամանոց հարցազրույցը, 6 ժամանոց իմ նեմի եթերում։ Չգիտեմ որքանով է հետաքրքիր կարծիքս, թեև այդ հարցազրույցի մասին չեմ ուզում խոսել։ Եվ այսօր ունեցել եմ երկու հանդիպում, այսպես ասած, երկու տեղ էի հրավիրված քաղաքական կոնտեքստով եւ ապրումներս այս ամեն ինչի մեջ իրար խառնված ուզում եմ մի քանի բանով ձեզ հետ կիսվել եւ որպես հարց եւ որպես կարծիք դուք էլ մտածեք սրա մասին։ Ես Սերժ Սարգսյանին լսում էի ոչ ամենևին ատելությամբ լցված, ոչ ցասումով, շատ նեյտրալ, ուզում էի հասկանալ մի մարդու, ով ընդունենք արդեն թոշակառու է, մեծ է, եւ պատմում է իր ջահելությունից կամ իր գլխով անցածից, այսպես նեյտրալ, իրոք նեյտրալ էի լսում։ Գրեթե կարելի է ասել իմ ներսում որևիցե ատելություն չկար Սերժ Սարգսյանի անձի նկատմամբ, երբ ես լսում էի իր հարցազրույցը։ Ու ամեն անգամ իմ մտքում էս հարցն էր պտտվում, թե ինչ սկզբունքով էր ապրում իր ժամանակվա երկիրը, իր իշխանությունը, ինչ սկզբունքի շուրջ էր կամ ինչ սկզբունքի վրա էր հիմնված այդ պետությունը, որովհետև ինքը գիտեք ահագին հետաքրքիր բաներ էր ասում, օրինակներ էր բերում, օրինակ ասենք ռադիոտուն էր մտել Նիկոլը եւ որոշեցին այդ ժամանակ չձերբակալել, որովհետև դա կարող էր լարվածություն ստեղծել, մարդիկ կարող էին լցվել փողոց։ Այդ ժամանակ, երբ Նիկոլը ռադիոտուն էր մտել, համարյա մարդ չկար փողոցում, էլի։ Ու ես գիտեք էլի մտածում էի, այ ընկեր, բա ուր մնաց սկզբունքը։ Այսինքն դուք օրենք, պետություն, կարգ չեք ճանաչում, հանցանք արել է, օրենք խախտել է, հա, բախի չեք բռնում, որովհետև ընդ ինչ-որ մի նպատակով, ՊՊՑ գնդի օրինակով, այնքան օրենք խախտել է, թե չի խախտել, դա այնքան պարզ է։ Այդ ձևով Նիկոլ Փաշինյանն է խոսում, ասում է, ես գիտեի բանակի վիճակը, բայց չգիտեի որն է ճիշտ, գայ ժողովրդին ասեի, թե չասեի։ Այ մարդ, ձեր մոտ օրինականության սկզբունք չկա, ես չեմ հասկանում։ Դուք պետական այրեր եք։ Օրինականության սկզբունք չկա ձեր մոտ։ Օրենք կա վերջին հաշվով, սահմանադրություն կա դրա համար։ Այդ խո դրա համար դեկորացիա չի, որ դուք գցեք, բռնեք, այ որը ճիշտ կլինի այս սիտուացիայում, դուք գործադրիկ ղեկավար եք, օրենսդիր օրենք գրողը գրել է որն է ճիշտ, որն է սխալ, ձեզնից հասնում է այդ օրենքների շրջանակներում ձեր գործողություններն իրականացնեք, օրինակ սա մի օրինակ ուղղակի, ու անընդհատ Սեպան, Եվրամիության հետ լեգիտիմության սկզբունք ձեր մոտ չկա, Նիկոլը շատ է խոսում լեգիտիմության սկզբունքից, բայց իր վարքն էլ ցույց է տալիս, որ լեգիտիմության խնդիր ունի։ Հա լեգիտիմության սկզբունքն ուր մնաց։ Օրինակ տեսեք Սերժ Սարգսյանը էլի օրինակ է բերում եւ 2008 թվին, երբ որ ինքը եկավ իշխանության, տարբեր ուժերի, տարբեր մարդկանց ընդգրկվեց կառավարության կազմում, այսպես որ լինի ներքին հաշտություն։ Դա ներքին հաշտություն չի, դա լեգիտիմություն է, որ դուք չունեք, պարոն նախագահ։ Դա լեգիտիմություն եք
քամ էստեղից ընդեղից, որը չունեիք, բայց ես չեմ ուզում ձեզ քննադատեմ, պարոն նախագահ, կամ Սերժ Սարգսյանի համակիրներին, տեսեք ինչ հարգալից եմ խոսում։ Ես չեմ ուզում ձեզ նեղացնեմ, ես ամենևին չեմ ուզում ձեր հակառակորդների ջաղացին ջուր լցնեմ, ինձ թվում է մի քիչ հասկանում եմ ովքեր են ձեր հակառակորդները։ Ես ուզում եմ ցույց տամ, որ մենք անսկզբունքային երկիր ենք։ Եղել եւ կանք։ Որն է մեր սկզբունքները։ Մեր սկզբունքներն են, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում ու վերջ։ Հիմա այդ սկզբունքը խախտվել է ու հայտնվել ենք անկշռության մեջ։ Վերջ։ Դեգերում ենք այսպես մոլորված անկշռության մեջ։ Մի ուրիշ տեղ էի, այսօրվա իմ հանդիպումներից մեկը, շատ հարգարժան մարդու կողմից հրավիրված էի մի հանդիպման, որտեղ մի քանի կետ էին քննարկում եւ հավատարմությունն էին հարցնում այդ մի քանի կետի, որոնցից մեկն այն էր, որ Հայաստանի Հանրապետությունը դա մեր միակ հանրապետությունն է հիմնադրված 1918 թվականին եւ չկա առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, էլի դա անհեթեթություն է։ Ինձ այս է սկզբունքը, ես սրա հետ համաձայն եմ։ Մի երկրորդ, այսպես ասած, դիտարկում, որ անկախության հռչակագիրը 90 թվականի մեզ համար սահմանադրական կարգի հիմք է հանդիսանում։ Ինչի հետ ես համաձայն չեմ, բայց ի՞նչն է ստե հետաքրքիր։ Շատ խելացի մարդ նստե մտածել է, որ ահա այս երկու հասկացությունները, ովքեր են այս երկու արժեքները դավանում։ Մեկ, որ մենք այն հանրապետությունն ենք, որը հիմնվել է 1918 թվականին, եւ երկրորդ, որ 90 թվականի անկախության հռչակագիրը մեր պետության համար հիմք է, բայց սրանք մեր պետության համար անսակարկելի արժեք է։ Բայց այս երկուսը իրար հակասող սկզբունքներ են։ Այսինքն, եթե չկա առաջին, երկրորդ, երրորդ, ուրեմն անկախության հռչակագիրը մեր երկրի դա 1918 թվականի հայոց ազգային խորհրդի կողմից այն հայտարարությունն է, որ ազգային խորհուրդը իր վրա է վերցնում հայկական գավառների իշխանությունը եւ հանդիսանում միակ իշխանությունը հայկական գավառների։ Անդրկովկասի փլուզումից հետո։ Ահա։ Լավնա, վատնա, ճոխա, ճոխ չի, էսա։ Ունենք են ինչ ունենք։ Սա է մեր ծննդյան վկայականը, մեր երկրի ծննդյան, մեր հանրապետության, որտեղ մենք ունեցել ենք միապետություններ անցյալում, բայց հանրապետություն չենք ունեցել երբեք։ Եվ առաջին ու միակ հանրապետությունը, որ հետո դարձել է սովետական հանրապետություն, հետո անկախ հանրապետություն, այդ 1918-ից ստեղծվածն է։ Եվ եթե դա սկզբունք է, ուրեմն ոչ մի 90 թվականի հռչակագիր չի կարա Իրանից ծննդյան վկայականի բան թողնի։ Ասա։ Կարգավիճակ ստանա։ Երկու իրար հակասող բաներ։ Ու էլի մտածում եմ, այ մարդ, այսքան խելոք մարդիկ, այսքան բան են մտածում։ Այ ընկեր, դուք սկզբունքը որն է ձեր։ Թե ինչքան լավ բան կա ուզում ենք, ինչքան հարմար բան կա ուզում ենք, ինչքան հայտարարություն ու մտքեր կան, որոնք մեզ ավելի խելացի կամ ավելի հայրենասեր են ներկայացնում ուզում ենք։ Չէ, այդ խելացի մտքերի մեջ իրար հակասող բաներ կան։ Իրար հակասող լուրջ բաներ կան այնտեղ։ Դրանք չեն կարող բոլորը ընդունելի լինել։ Արդարության հասկացությունը դա բոլորն էլ ընդունում են, չէ՞ որ արդարությունը լինի։ Բայց դա տարբեր բաներ է, մեկի համար արդարությունը, էլի եմ ասում, մի տորթը բոլորի մեջ հավասարաչափ բաժանելն է, մյուսի համար էլ այդ նույն տորթը բաժանել ըստ
ըստ նրա թե ով ինչքան ջանքա թափել է տորթը թխելու համար։ Այն մյուսին էլ թե տորթը արդարա բաժանել այնպես, որ փոքրերին շատ հասնի, մեծերին քիչ, ասենք թե երեխաներին շատ հասնի, որպես քաղցրավենիք, մեծերին քիչ։ Այսինքն սկզբունքը Ինչքան լավ բան կա իրար հետ ասելով, դա անսկզբունքայնության դրսևորում է։ Ու մեր երկիրը, մեր երազանքներն են անսկզբունքային։ Մեր պետությունն ու մեր ապագայի մասին մեր ցանկությունները անսկզբունքային են։ Մի ուրիշ տեղ այսօրվա իմ հանդիպումներից արդարադատության համակարգի բարեփոխումների, հնարավոր բարեփոխումների մասին քննարկում էր ոչ Նիկոլենց կողմից իհարկե, ընդդիմադիր դաշտում հանդիպում քննարկում էր եւ ես ցավոք սրտի մի քիչ ուշ միացա, բայց հասցրեցի այնտեղ, որտեղ ժամից ավել հարցեր եւ պատասխաններ էին հնչում տարբեր եւ բոլոր հարցերի եւ բոլոր պատասխանների մեջ խոսք էր գնում արդարադատության, իրավագիտության մասին, որոշ չափով քաղաքագիտություն, մի հարցի կամ մի պատասխանի մեջ ես չլսեցի ըստ այսին սկզբունքի։ Ըստ այսին սկզբունքի ճիշտ է այսպես։ Ըստ այսին սկզբունքի պետք է արվի այսպես։ Այդ արտահայտությունը, դա գիտեք ինչի նման է, ոնց որ մաթեմատիկոսները կամ, չգիտեմ, երեխաները հավաքվեն մաթեմատիկայի ուսուցիչը դասեր դաս տա ու ամբողջ քննարկման ընթացքում մաթեմատիկայի այդպես էլ խոսք չհնչի այն մասին, որ այսինչ թեորեմի համապատասխան կամ այսինչ աքսիոմայի վրա հիմնվելով պատկերացնում եք։ Ես չեմ ասում վատ հանդիպում էր, նույնիսկ ափսոսում եմ, որ ուշ եմ միացել, բայց ես չլսեցի ըստ այսին սկզբունքի արտահայտությունը այդ քննարկման ժամանակ։ Ու մտածում եմ, այ մարդ, այսքան անսկզբունք մենք սենց ուր ենք գնում։ Գիտեմ ուր ենք գնում, չենք գնում, գալիս ենք, եկե հասել ենք այդ անսկզբունքայնությունից։ Երբ որ սկզբունքային դնում ես հարցը այսպես, դիմացինդ կարա ասի, դե լավ սա ուտոպիա է, սա ինչ է ասում, որ սա ուտոպիա է։ Այսինքն, անսկզբունքային 5 հատ իրատեսական բան ասեմ ես կյանքից, իրար հետ կապ չունեցող։ Ասի ահագին ջոգող տղա է, կյանքը ջոգում է։ Բայց սկզբունքային 2-3 իրար հաջորդող օրգանապես փոխկապակցված միտք շարադրեմ, ասի ես ինչա խոսում այ մարդ։ Ու դա չի ասի միան գեղչուկը, հասարակ, դա կասի նաև գիտնականն ու չգիտեմ մտավորականը։ Եվ ամփոփեմ խոսքս, այս արդարադատության նախարարը սահմանադրական փոփոխությունների մասին բան ասեց, մի քանի բան, որտեղ ոնց ես հասկացա, էլի խորհրդարանական պետություն պիտի լինենք, ու էլի պիտի գամ սկզբունքին։ Կա սկզբունք, իշխանության տերը, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իշխանության աղբյուրը քաղաքացին է, քաղաքացիներն են։ Ցանկացած իշխանության լեգիտիմություն բխում է ժողովրդից։ Սա սկզբունք է։ Դեմոկրատիայի ժողովրդավարության սկզբունք է սա։ Քաղաքացիության սկզբունք է սա։ Ու այս նույն մարդիկ ասում է, երկիրը պետք է լինի խորհրդարանական։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է գործադիր իշխանության ղեկավարին ժողովուրդը չի ընտրելու։ Գործադիր իշխանության ղեկավարին ընտրելու է պարլամենտը։ Այդ պարլամենտին ժողովուրդն է ընտրելու, բայց ոչ թե յուրաքանչյուրին,
այլ կուսակցության։ Կուսակցությունն էլ ոչ թե կընտրի, որովհետև գաղափարապես հավանում է, որովհետև ոչ կուսակցականները, ոչ էլ ժողովուրդը, ոչ գաղափարները հասկանում քաղաքական, ոչ է քաղաքական փիլիսոփայություն, նկատի ունեմ քաղաքական գաղափարախոսության տեսանկյունից։ Այլ ընտրում են սիմպաթիայով, ասենք, այս կուսակցության ղեկավարը կամ լիդերը, ավելի ճիշտ է երևի սենց ասել, այս կուսակցության լիդերը, այս ինչն է, Սերժ Սարգսյանն է, Սերժ Սարգսյանի բալելշիկները գնում են այդ կուսակցությունն են ընտրում։ Այն մյուս կուսակցության լիդերը Նիկոլն է, Նիկոլ Փաշինյանի երկրպագուները գնում են Նիկոլի կուսակցությունն են ընտրում։ Այսինքն գաղափարախոսությունը ստեղ կապ չունի։ Էլի վերադառնանք խորհրդարանական այդ համակարգին։ Իբրև թե սկզբունք կա, որ ժողովուրդն է իշխանության տերը, իշխանության աղբյուրը։ Իբր թե սկզբունք կա։ Բայց որ ասում ես, դե որ ժողովուրդն է, թո երկրի գործադիրի ղեկավարին ժողովուրդը ընտրի, ասում են չէ, ժողովուրդը դեգեներատ է, սխալ է ընտրում։ Թող ժողովուրդը ընտրի պարլամենտ, պարլամենտը կընտրի այդ գործադիրի ղեկավարին որպես վարչապետ։ Թեև ժողովուրդը պարլամենտն էլ չի ընտրում, այլ կուսակցությունն է ընտրում։ Թեև կուսակցությունն էլ չի ընտրում, այլ լիդերը ընտրում։ Որ լիդերը ընտրում, եկեք թող նախագահ ընտրի, էլի։ Թող գնա այդ լիդերին ընտրի, այ ընկեր։ Սկզբունքը ժողովրդավարության ու ամենաեվրոպամետ ներկայացող ժողովրդավար ներկայացող մեր մտավորականներն ու գործիչները ցավոք սրտի նույն անսկզբունքայնության ժառանգորդներն ու կրողներն են։ Նույն անսկզբունքայնության։ Իսկ մենք, այսինքն հիմնադիր զավակներ նախաձեռնության իմ ընկերները եւ ես, մենք ուզում ենք այդ սկզբունքները բերենք, որտեղ առաջի մեր բարերից, մտքերից, մինչև քաղաքական գաղափարախոսություն, մինչև սահմանադրական սկզբունքներ կառավարման համակարգ, մինչև ոլորտային ծրագրեր եւ նախագծեր կբխեն սկզբունքներից, իրար չհակասող, իրար հետ հաշտ սկզբունքներից։ Սկզբունքայնություն ենք ուզում մենք բերել, այս անսկզբունքային համակարգում եւ ուզում ենք, որ մեր երկիրը լինի սկզբունքների վրա հիմնված, որպեսզի կայուն լինի, որպեսզի հասկանալի լինի, մարդկանց կողմից պատկերացնելի լինի, ոչ թե ամեն քայլափոխվի, փոփոխվի, այսպես շուռ գա ոնց հարմարա, ում ոնց հարմարա մեկնաբանի, մանիպուլացնի։ Մի խոսքով, հարգելիներս, այս էր իմ մտքերը, որ մեզ սկզբունքներ են պետք, եւ եթե կուզեք քաղաքական սկզբունքներից երկրին վերաբերվող երկու առաջնային սկզբունք, առաջին իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իշխանությունը բխում է ժողովրդից, քաղաքացուց, կոնկրետացնեմ էլի, իշխանությունը բխում է ժողովրդից, իշխանությունը լեգիտիմացվում է ժողովրդով, այս նույն սկզբունքն է, տարբեր ձևակերպումներով եմ տալիս, իշխանության աղբյուրը ժողովուրդն է, այս սկզբունքն է, եւ երկրորդ սկզբունք, իշխանությունը չի կարելի կուտակել մի հոգու ձեռքում կամ մի մարմնի ձեռքում, իշխանությունը պիտի լինի ապակենտրոնացված, թևերի բաժանված, հակակշիռների մեխանիզմով իրար կոնտրոլ անող, իրար վերահսկող,
իրար սահմանափակող այդ ամեն թևը, որը մի պարզ սկզբունքի տարբեր ձևակերպումն է։ Իշխանությունը չի կարա լինի կենտրոնացված, իշխանությունը պետքա լինի ապակենտրոնացված, պետքա լինի թևերի բաժանված, որոնք պիտի հակակշռեն իրար։ Ահա, երկու մեծ սկզբունք, որ մարդիկ կլսենք, ասեն, հա դե ինչ այ մարդ, դրանով տուն կպահես, դրանով փոր կկշտանա, բայց ես հավաստիացնում եմ ձեզ, այս երկու սկզբունքը ոչ մի մեր առաջնորդի օրոք եւ վերջին մեր 35 տարվա պատմության մեջ առանձին էպիզոդներ չհաշված, այս երկու սկզբունքը միաժամանակ չեն գործել ու չեն եղել։ Այնինչ այս երկու սկզբունքի վրա է խարսխված ամբողջ դեմոկրատիան, ամբողջ ժամանակակից կառավարման արդյունավետությունը, այս երկու սկզբունքի վրա է հիմնված ռեսպուբլիկա հասկացությունը, հանրապետություն հասկացությունը։ Երկուսը միաժամանակ պիտի գոյություն ունենան, որովհետև իշխանության թևերը կարող են բաժանված լինել նաև ոչ հանրապետության, օրինակ միապետության դեպքում, թագավորական, եւ իշխանությունը կարա բխի ժողովրդից նաև, ասենք Ստալինի օրոք, մի ամբողջ միութենական մի ամբողջ երկիր կարա պաշտի իր առաջնորդին։ Էդ էլ կարա լինի, որ քվեարկություն լինի, ասեք 80% Ստալինը անցնի, էդ էլ կարա լինի, բայց այս երկուսը միաժամանակ այն իրական ռեսպուբլիկան է, այն հանրապետությունն է, որը որպես երազանք, որպես սկզբունք աշխարհում հաջողած երկրները դրել են իրենց առաջ ու հասնելով այս նպատակին ունեցել են հզոր, կայուն եւ մարդկանց համար օգտակար, հաճելի, երջանիկ պետություն, ստեղծելով այնպիսի պետություն, որտեղ այսօր մեր ընկերներն ու հարազատները արտագաղթում են։ Այս սկզբունքների երկու սկզբունք, շատ են սկզբունքները, որոնք պետք է ներկայացնեմ առհասարակ, բայց այսօր կուզենայի այս սրա մասին ասեի։ Ովքեր նոր են միացել, խնդրում եմ, սկզբից նորից նայեք, եթե կլինեն YouTube-յան կանալներ, ովքեր կցրեն, կտարածեն այս տեսանյութը, խնդրում եմ իրենց հավանեք եւ գրանցվեք, սա կլինի իմ շնորհակալությունը այդ YouTube-յան կանալներին, թերևս այսքանը, հասա տուն։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։